Ազգային անվտանգության ծառայությունը ամեն Աստծո օր ինձ զեկուցում է հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին։ Անկողնային տվյալները, սեռական կյանքի վերաբերյալ տեղեկությունները, դրանք վարչապետի ներկայացվելիք օպերատիվ տեղեկությունների հետ աղերս չունեցող process է։ Ինչպես են հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տվյալները հայտնվում Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, որոնցով վարչապետը կիսվում է Facebook-յան իր էջում։ Ազատություն ռադիոկայանը Կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում, պատասխանելով ազատության այս հարցին, Փաշինյանը պարզաբանել էր, թե ԱԱԾ-ն իրեն ենթակա մարմին է եւ հետեւաբար ամեն օր այդ կառույցը զեկուցում է իրեն Հայաստանում օպերատիվ իրավիճակի մասին։ Եվ այդ օպերատիվ իրավիճակի մեջ նաեւ բնականաբար, երբ որ անվտանգության հետ կապված խնդիրներ կան եւ հարակից խնդիրներ, այդ ամեն ինչը բնականաբար ես չեմ կարող չիմանալ։ Ուղղակի չեմ կարող չիմանալ եւ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է։ Փաշինյանը սակայն չէր պարզաբանել, ինչ կապ ունի այս կամ այն հոգևորականի սեռական կյանքն ու նաև սեռական կողմնորոշումը օպերատիվ իրավիճակի հետ։ Միայն հունիսի 27-ին, երբ ուժայինները փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, վարչապետը սրբազանների սեռական կյանքին առնչվող 3 գրառում էր արել։ Ընդհուպ հանրայնացրել մի հոգևորականի ժամադրության հետ կապված տեղեկատվությունը, ուղիղ խոսել նաև որոշ հոգևորականների ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։ Որևէ մեկի սեռական կյանքը անհատականացված չի կարող լինել այդ օպերատիվ տեղեկությունների մեջ։ Դա Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը հակադարձելով վարչապետին ընդգծում է. Փաշինյանը տիրապետելով տարբեր անձանց սեքսուալ կյանքին վերաբերող տեղեկությունների եւ դրանք տարածելով Facebook-յան իր էջում փորձում է այդ կերպ խորքային ազդեցություն գործել հանրության վրա։ Վեհափառին ու սրբազաններին նվիրված Փաշինյանի գրառումներից զատ իրավապաշտպանը հիշեցնում է ԿՊ-ական նախկին падգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքը։ Սեքսուալ բնույթի հարցերի շրջանակներում աբորցում տեղը։ Ամենայն հավանականությամբ իր պատկերացմամբ դա ամենախոցելին է եւ հասարակության ներկայացնելու դեպքում դա ամենատենց տպավորիչը եւ հուզիչը կլինի, որտեղ օրինակ Հովիկ Աղազարյանին մեղադրեցին դավաճանության մեջ տեղեկություններ փոխանցելու մեջ, հա, չուտին դա պետական դավաճանության մեջ էին մեղադրում, բայց հետո վերջում բերեցին ներկայացրեցին ինչ որ մարդկանց հետ, այդ թվում նաեւ շեշտում են տղամարդկանց հետ, ինչ որ գրառումների, ինչ որ հանդիպումների, ինչ որ բաների մասին, այսինքն իրենց պատկերացմամբ դա ամենատպավորիչն է։ Նինա Կարապետյանցը շեշտում է, քաղաքացու վերաբերյալ հատուկ ծառայությունները կարող են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, եթե այդ անձը կասկածվում է ծանր հանցագործության մեջ, ընդ որում նման միջոցառումների համար պետք է լինի դատարանի թույլտվությունը։ Եվ եթե որևէ մեկի անձնական կյանքի մասին իրավապահները ինչ որ տեղեկություն են հավաքագրել, ապա Փաշինյանը իրավունք չունի տիրապետել դրանց։ Որովհետև քրեական գործերի ընթացքը ինքը գաղտնի է, դա քրեական գործերի շրջանակներում ապա այդ ընթացքը քննությունը գաղտնի է եւ այնտեղ որևէ մեկ երրորդ անձ չի կարող մասնակցել, անգամ եթե դա երկրի ղեկավարն է, նա մասնակից լինել, իմանալ չի կարող։ Անձնական տվյալները պաշտպանված են եւ հատուկ են պաշտպանված պարզ տրամաբանությամբ, որպիսի օրվա իշխանությունները անկախ անուն ազգանուններից հնարավորություն չունենան դրանք օգտագործել ի բարօրություն, ի նպաստ իրենց հետաքրքրությունների, իրենց շահադիտական նպատակներով ինչ որ դեպքերի իրադարձությունների վրա ազդելու համար։ Իդեպ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնպես քննադատել է մարդկանց անձնական կյանքի տվյալները տարածելու վարչապետի գործողությունները։ Թաթոյանն ընդգծել է, այդ տվյալները գաղտնիք են եւ Փաշինյանը չունի դրանց ծանոթանալու իրավունք։ Դա օրենքով արգելված է։ Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ։ Մինչդեռ վարչապետը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարն է։ Այսինքն ինչ է ստացվում։ Վարչապետը յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների եւ դրանք ըստ նպատակահարմարության օգտագործում իր քաղաքական նպատակների համար, ընդդեմ իր ընդդիմախոսների։ Նախկին օմբուդսմենն անդրադարձել է նաև Փաշինյանի այն պնդմանը, թե կաթողիկոսը անձնական կյանք չի կարող ունենալ։ Արման Թաթոյանը բացատրել է, անձնական կյանք հասկացությունը շատ լայն է եւ այն իր մեջ ներառում է կենցաղ, ընկերներ, գործնական կապեր եւ այլն, ու չի նշանակում միայն ընտանեկան կյանք։ Թաթոյանը նաև ընդգծել է, վարչապետը չի կարող որոշել հոգեվորականի անձնական կյանքի սահմանները։ Ինքը կաթողիկոս չի, եթե ինքը ունի անձնական կյանք։ Ինքը կաթողիկոս չի։ Ես հասկանում եմ, որ վարչապետի համար անձնական կյանքը սկսում ու վերջանում է միայն սեռական հարաբերություններով, ենթադրյալ։ Դա այդպես չի, որովհետև ցանկացած մարդ ունի ընկերական շրջապատ, նախասիրություններ, ավելին ասեմ, կաթողիկոսը կարող է ունենալ նաև սեռական կյանք ենթադրյալ, որի
խնդիրը դա վարչապետի խնդիրը չի, դա եկեղեցու խնդիրն է, դա եկեղեցականների խնդիրն է։ Ինքը չի խախտել մեր քաղաքացիական կյանքի կանոնները, ինքը խախտել է ենթադրաբար եկեղեցական կանոններ եւ իր պատասխանատվությունը պիտի լինի եկեղեցական կանոններին համապատասխան եւ ենթադրում եմ նաեւ Աստծո առաջ իր պատասխանը նա այնտեղ պիտի տա։ Վարչապետին այդ հարցի պատասխանը չունի տալու բաբա կաթողիկոսը։ Աստծո եւ կաթողիկոսի արանքը Նիկոլ Փաշինյանը չի, հաստատապես ինքը չի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ շարունակել է կուսակրոնության թեման, օրվա ընթացքում հասցնելով եւս 2 գրառում նվիրել վեհափառին ու նրան տալով օրեր շարունակ հնչող նույն հարցը՝ զավակ ունեք։